Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում իսկական փոթորիկ է։ Սոնան, ով ամեն առիթ օգտագործում էր վազելու Վռամի մոտ, այժմ չի կարող, քանի որ հայրը որոշել է նրան փակի տակ պահել։ Նա հասկացավ, որ Սոնան իրեն խաբում է ու աշխատանքի գնալու անվան տակ հասնում Վռամի մոտ։ Բոլորս էլ գիտենք, որ Սոնայի հայրը, հատկապես հիմա, երբ ամեն ինչ այլ հունով է գնում, Սաքոյին ու նրա ընտանիքին որպես թշնամի է ընդունում։ Իհարկե դա նորմալ է, քանի որ այն ինչ կատարվեց Հայկի հետ, դրանից հետո չթշնամանալ հնարավոր չէր, բայց ախր Հայկը սիրում է Նարեին ու պատրաստվում նրա հետ լինել, ինչու է այսպես, Հայկին կարելի է, իսկ Սոնային ոչ։ Բայց ամենահետաքրքիր զարգացումներն են դեռ առջևում, այս պահին Սոնան գտնվում է փակի տակ ու նրան տանից դուրս գալն արգելված է, նույնիսկ աշխատանքի չի գնում։ Բայց տարօրինակն այն է, որ Վռամի հոր Սաքոյի վերաբերմունքն է փոխվել դեպի Սոնան։ Իհարկե հեռուստադիտողները կարծում են, որ այս ամենն ինչ-որ խաղի սկիզբ է, և Սաքոն հենց այնպես չէ, որ փոխել է իր մտածելը։ Նա փոխել է իր կարծիքը Սոնայի հանդեպ ու շարունակում է խաղալ։ Ինչ ունի մտքին Սաքոն, ինչու է որոշել Սոնայի հետ ավելի ջերմ լինել, քան հեռուստադիտողները պատկերացնում էին, ինչ նպատակներ ու ծրագրեր ունի Սոնայի հետ կապված, ցույց կտա ժամանակը։ Արդյոք իսկապես նա այդքան ցավում է որդու ու Սոնայի համար ու ցանկանում նրանց միասին երջանիկ տեսնել, հեռուստադիտողներն այս կարծիքին չեն հավատում։ Լալան, Նարեի հորաքույրը, վերադարձավ, բայց պարզվում է, որ նա ոչ միայն վերադարձել է, այլ իր հետ բերել դժվարություններ և իհարկե գաղտնիքներ։ Պարզվում է, որ նա ամուսնացել է հարուստ, բայց տարիքով տղամարդու հետ, ով Լալային տվել է հարստություն, բայց նրա ընտանիքը Լալայից խլել է իր երեխային։ Ինչպես Լալան է խոստովանում փաստաբանին, նա ստորագրել է թղթեր ու ընդհանրապես չի նայել, թե ինչի տակ է ստորագրում, և բնականաբար, երբ ամուսինը մահացել է, նա որոշել է երեխայի հետ դուրս գալ երկրից ու պարզվել է, որ ամուսնու եղբայրը օրինական փաստաթուղթ ունի ու երեխայից իբրև թե Լալան հրաժարվել է։ Դա իրականությունն է, արդյոք Լալան իսկապես հրաժարվել է երեխայից և հիմա փորձում է հարթել ամեն ինչ, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այստեղ խառը պատմություններ են ու հետաքրքիր զարգացումներ, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիաները դիտելու ձեր հնարավորությունը և իհարկե քննարկելու ու քննադատելու։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, էլ ինչ գաղտնիքներ է բերել Լալան իր հետ։ Նշենք, որ Լալան շատ շուտով բացահայտելու է գաղտնիքը ու չի խնայելու նույնիսկ Նարեին, իր եղբոր դստերը, ով նրան խնդրեց, որ գոնե ինչ-որ ժամանակ լռություն պահպանի, որ Հայկը նրանից չհրաժարվի։ Բայց Լալան չի պատրաստվում երկար ժամանակ լռել և շատ շուտով բացելու է խաղաքարտերը ու հայտնվելու է Սաքոյի դեմ դիմաց ու ասելու է այն, ինչ մտածում է նրա մասին։ Բայց Լալան հասկանում է, որ դրանից հետո նա պիտի հանդիպի Հայկին, ստիպված է հանդիպել Հայկին ու բացատրություն տալ, թե ինչ է իրականում կատարվել Աշոտի հետ և արդյոք նա եղել է Աշոտի հետ, թե ոչ։ Հայկը սպասում է Լալայի հետ հանդիպմանը, բայց այդ հանդիպումը գլխի վայր շուռ է տալու Հայկի ու Նարեի սերը։ Նարեն շատ լավ հասկանում է, որ այդ հանդիպումից ոչ մի լավ բան իրեն չի սպասվում։ Եվ վերջապես ընտանիքի ընկերներից մեկն է վերադարձել, ընտանիքի հարազատ, ով կարծեք թե նպատակ ունի դեռ այդտեղ մնալու։ Նոր կերպար «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում։ Հայկը խանդի տեսարան էր սարքել տեսնելով տղային Նարեի հետ։ Իհարկե Հայկը շատ լավ հասկանում է, քանի որ նրանք չունեն ազգակցական կապ, բնականաբար հենց այնպես չէ, որ խորիկը հայտնվել է այդ տանն ու հնարավոր է, որ Նարեի ու նրա միջև սիրային կապ առաջանա ու այդ միտքը Հայկին հանգիստ չի տալիս, նա պատրաստ է ամեն ինչի, որպեսզի այդ տղան հեռանա։ Նա բավականին մեծ խանդի տեսարան է սարքել, բայց արդյոք դրա իրավունքն ունի Հայկը, թե ոչ։ Միքոն էլ իրեն մեղավոր է զգում Սոնայի առաջ, քանի որ իր խոսքերից հետո է հայրը նրան փակել սենյակում։
Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս եւ այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին եւ ոչ միայն։ Չմոռանաք նաեւ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Հայկի ու Նարեի սերը երջանիկ ավարտ ունենալու է, թե Լալայի ու Հայկի հանդիպումից հետո այդ սերն այլևս չի լինելու։ Թողեք ձեր կարծիքները, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։ Նշենք, որ հեռուստասերիալում շատ շուտով հետաքրքիր շրջադարձեր են սպասվում, այնպես որ բաց չթողնեք հեռուստասերիալի հերթական սերիան դիտելու ձեր հնարավորությունը եւ իհարկե բացահայտելու գաղտնիքներ, որոնք ձեզ անակնկալի կբերեն։